Ավելի քան 100 րոպե Ամերիկայի հաղթանակների մասին։ Ելույթի տևողությամբ Թրամփը գերազանցել է սեփական ռեկորդը։ Միության վիճակի մասին ուղերձում Թրամփը հայտարարել է. «Մեջբերեմ, իրականում մենք այնքան ենք հաղթում, որ չգիտենք ինչ անել դրա հետ»։ Մեջբերման ավարտը։ Նա թվարկել է իր ձեռքբերումները աշխատատեղերի եւ արտադրության աճի մասով։ Թրամփը խոսել է նաև մաքսատուրքերի մասին, որոնք Գերագույն դատարանը վերջերս անբավեր էր ճանաչել եւ կոչ արել շարունակել դրանք, ասելով. «Դա փրկում է մեր երկիրը»։ Իսկ գնաճի եւ առողջապահության ծախսերի բարձրացման համար մեղադրել է դեմոկրատներին։ Նախագահը քիչ է խոսել կյանքի թանկացման մասին, հակառակ հարցումներին, որոնք ցույց են տալիս այդ ուղղությամբ առկա խնդիրները։ Իրանի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա։ Անվիճելին այն է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում չի համաձայնի, որ այդ երկիրը միջուկային ծրագիր ունենա, ասել է Թրամփը։ Նա գովաբանել է Վենեսուելայում Մադուրոյի տապալումը եւ Գազայում հրադադարը, փոխարենը քիչ է խոսել Ուկրաինայում շարունակվող պատերազմի, Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ ԱՄՆ-ի ունեցած խնդիրների մասին։ Ելույթի ընթացքում եղել են միջադեպեր, դեմոկրատ Ալ Գրինը հեռացվել է սրահից պաստառի պատճառով։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ ԱՄՆ-ն Լիբանանից դուրս է բերում իր դիվանագետներին, արդյոք Իրանի հետ բախումն անխուսափելի է։ Դրախտի գինը որքան գումար է պետք Կալիֆոռնիայում ապրելու համար։ Տնտեսական հրաշք թե կեղծարցումներ, Թրամփի նոր գլխացավանքը։ Խցանումների մղձավ վանջ Լոս Անջելեսի ամենավատ խաչմերուկները, որոնցից արժե խուսափել։ Կոյոտը վազում է 3-ամյա տղայի հետևից, ինչ է արձանագրել տեսախցիկը Փասադենայում։ Սավանա Գաթրի ընտանիքը հսկայական պարգև է առաջարկում անհետացած մոր համար, արդեն հարյուրավոր զանգեր են ստացել։ Սարսակալած զենքեր եւ սարքավորումներ, ԱՄՆ զինվորների ծայրահեղ մարտահրավերները Արկտիկայում։ Հարձակում ձնագնդիկով Նյու Յորքի ոստիկանները հետաքննում են միջադեպը։ Հետաքրքիր նորություններ ունենք նաև մեր Facebook-յան էջից։ Արդյոք Մեքսիկան կկարողանա հյուրընկալել աշխարհի գավաթը։ Պատվաստումների եւ դեղերի շուրջ նախարարի պնդումները հերկվում են նոր հետազոտություններով եւ վերջում հազվադեպ տիեզերական երևույթ է սպասվում, ինչպես եւ որտեղից հետևել 6 մոլորակների շքերթին։ Այսքանը մեր թողարկման առաջին մասում, իսկ դուք 97 միլիոն դոլար կվճարեիք մեկ կատվի համար։ Սա ԱՄՆ-ում ամենաթանկ գնահատված կատվի գինն է, տիրոջ անունն էլ հայտնի է։ Թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի հերթական անսպասելի բացահայտմանը։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենաքննարկվող ու կարևոր թեմաները։ Եթե ուզում եք աջակցել մեզ մեկնաբանություններում, պարզապես գրեք ձեր առաջարկներն ու կարծիքը մեր նախագծի մասին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Պետդեպարտամենտը հրամայել է իր դիվանագետների մեծ մասին եւ նրանց ընտանիքներին լքել Բեյրութի դեսպանատունը։ Պաշտոնյաները նշել են, որ դա ժամանակավոր միջոց է եւ դեսպանատունը կշարունակի աշխատել միայն անհրաժեշտ անձնակազմով, մնացած անձնակազմի տեղաշարժը Լիբանանում կսահմանափակվի։ Դեսպանատան անձնակազմի փոփոխությունները դիտարկվում են որպես ԱՄՆ կամ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունների նախանշան Իրանի դեմ։ Նման հրաման եղել է նաև 2025-ի ամռանը, նախքան Թրամփի հրամանով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը։ ԱՄՆ-ն վերջին 1.5 տասնամյակի ամենամեծ ռազմական ներկայությունն է ստեղծել Մերձավոր Արևելքում եւ սպառնում է գործողություններով, եթե Թեհրանը չբանակցի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ։ Հակառակ տարբեր վայրերում շարունակվող հանդիպումներին եւ բանակցություններին վերջնական լուծման հարցում իրական տեղաշարժ դեռ չկա։ Որքան է թանկ Կալիֆոռնիայում պարզապես գոյատևել է, ուսումնասիրությունը անսպասելի արդյունքներ է արձանագրել։ Ֆինանսական հարթակներից մեկը մանրամասն հաշվարկել է, թե որքան պետք է վաստակել տարբեր նահանգներում հիմնական կարիքները հոգալու համար։ Ամերիկայի կեսում մոտ 25 նահանգում ընտանիքներին լիովին բավարար է տարեկան $53,000 հարկերը վճարելուց հետո։ Սակայն հայաշատ Կալիֆոռնիայում ձեզ անհրաժեշտ է ժամում մոտ $46 կամ տարեկան առնվազն $7,000 բնակարանի կոմունալ վճարումների եւ մթերքի համար։ Սա այն դեպքում, երբ միջին աշխատավարձը այստեղ ընդամենը $33.50 է։ Ընդամենը 2 նահանգ է Կալիֆոռնիայից ավելի թանկ համարվում։ Մեկ այլ հայաշատ նահանգում, Մասաչուսեթսում, պահանջվում է տարեկան գրեթե $90,000, իսկ Հավայյան կղզիներում անհավանական $111,000
$1,000։ Միևնույն ժամանակ Թեքսաս, Քոլորադո, Փենսիլվանիա եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում կյանքը անհամեմատ ավելի մատչելի է։ Ամենայժանը Միսիսիպի նահանգն է, այստեղ լիովին բավարար է տարեկան ընդամենը $45,000։ Քանի դեռ մեր լսարանը մեծանում է եւ միավորում ամերիկահայությանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ձեր բաժանորդագրությունը շնորհակալություն հայտնելու լավագույն միջոցն է, իսկ այժմ Թրամփի նոր դժվարությունների մասին։ Ըստ AP-ի նոր հարցումների ընտրողների միայն 39%-ն է հավանություն տալիս նրա տնտեսական քաղաքականությանը, իսկ 59%-ը խստորեն դեմ է։ Նախկինում բիզնեսի հարուստ փորձը նրա գլխավոր խաղաքարտն էր, որն օգնեց հաղթել տատանվող նահանգներում անգամ 2024 թվականին։ Ի պատասխան այս քննադատություններին Թրամփը հարցումների թվերը համարել է կեղծ, ընտրողներին խոստանալով Ամերիկայի տնտեսական ոսկեդար։ Մինչդեռ շատ հանրապետականներ արդարանում են, թե իրենք պարզապես տնտեսական վատ ժառանգություն են ստացել Ջո Բայդենից եւ այժմ փորձում են փրկել իրավիճակը։ Իրավիճակը բարդացել է նաեւ Գերագույն դատարանի վերջին որոշմամբ, որով չեղարկվել է Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը։ Թեև նախագահը գտել է նոր լծակներ դրանք վերականգնելու համար, Կոնգրեսը ստիպված է լինելու կրկին քվեարկել։ Դեմոկրատները արդեն իսկ օգտագործում են սա նախընտրական նպատակներով։ Դանիական դեղագործական Novo Nordisk ընկերությունը հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 50%-ով կկրճատի շաքարախտի եւ քաշի կորստի դեմ Ozempic եւ Wegovy դեղերի գները ԱՄՆ-ում։ Այս կրճատումը կհամընկնի տարեցների համար Medicare առողջապահական ծրագրերի նոր ցածր գների հետ։ Երկու դեղերն էլ կարժենան ամսական $675, Wegovy ներկայիս գնի կեսը եւ Ozempic-ի 35%-ը։ Գնային կրճատումը կկիրառվի նաև Wegovy-ի եւ Rybelsus-ի բոլոր դեղաչափերի նկատմամբ։ Այս որոշումը արտացոլում է Novo Nordisk-ի պարտավորությունը բարձրացնելու մատչելիությունը հիվանդներին եւ պետական ու մասնավոր վճարողների համար, որոնք գործ ունեն ԱՄՆ առողջապահական համակարգի զարգացող բարդությունների հետ, ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Լոս Անջելեսում Kaiser Permanente առողջապահական հսկա ընկերության բուժքույրերի շուրջ 1 ամիս տևած զանգվածային գործադուլն ի վերջո մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Արմիության ղեկավարները որոշել են ընդհատել բողոքի ակցիաները։ Այս աննախադեպ գործադուլը մեկնարկել էր դեռևս հունվարի 26-ին, երբ ավելի քան 31,000 բուժքույրեր, ներառյալ հազարավոր աշխատակիցներ Կալիֆոռնիայում պարզապես լքեցին իրենց աշխատավայրերը։ Այն ժամանակ բուժաշխատողները պնդում էին, որ ընկերության ղեկավարությունը միտումնավոր խուսափում է կառուցողական ու բարեխիղճ բանակցություններից։ Նրանք պահանջում էին հրատապ լուծել կադրերի պակասի, աշխատանքային ծանրաբեռնվածության դաժան ստանդարտների եւ ցածր աշխատավարձերի սուր խնդիրները։ Այժմ նրանք լիովին վստահ են, որ առկա է շատ կարևոր առաջընթաց։ Դրանով վերջ դրվեց ԱՄՆ պատմության մեջ գրանցված բուժքույրերի ամենամեծ անժամկետ գործադուլին։ Նշենք, որ կողմերի միջև ազգային պայմանագրի շուրջ բանակցությունները ընթանում են դեռևս 2025 թվականի մարտից։ Լոս Անջելեսում ավելի քան 7500 մղոն ճանապարհ կա, իսկ որոշ խաչմերուկներում վարել է իսկական փորձություն է վարորդների համար։ LA Times պարբերական նոր հետազոտություն է արել ու վերլուծել է երթևեկության ու վթարների տվյալները, բարձելու քաղաքի 14 ամենավատ խաչմերուկները։ Առաջին հորիզոնականում Հոլիվուդի Highland պողոտայի եւ Sunset բուլվարի խաչմերուկն է։ 2010 թվականից ի վեր այստեղ գրանցվել է 312 վթար եւ երթևեկության ամենաբարձր ծավալը։ Երկրորդ տեղում Վեսթչեսթերի Սեպուլվեդա եւ Լինքոլն բուլվարների խաչմերուկն է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի անմիջապես հարևանությամբ 99 բախումով։ Երրորդը Լեյմերթ պարկի Մարտին Լյութեր Քինգի եւ Քրենշոու բուլվարներն են ընդհանուր առմամբ 348 ավտովթարով։ Չորրորդը Վեսթլեյքի եւ Ալվարադո փողոցների հանգույցն է արձանագրված 240 վթարով։ Սա մետրոպոլիտենի տրանսպորտային վարչության ավտոբուսների տարանցիկ կենտրոնն է։ Հնգյակը եզրափակում է Աթենսի Էլ Սեգունդո բուլվարի եւ Հուվեր փողոցի խաչմերուկը, որը ըստ հետազոտությունների պարզապես կարճ ճանապարհ է դեպի հյուսիս ընթացող վարորդների համար, որոնք փորձում են շրջանցել երթևեկությունը։ Հետաքրքիր է, որ վատագույնների ցանկում չկա վարորդների կողմից այդքան ատելի Բևերլի Հիլզի 6 ուղղությամբ խաչմերուկը կամ Սան Ֆերնանդո հովտի ճանապարհները։
Փասադենայում գտնվող առանձնատներից մեկի բակում սարսափելի միջադեպ է գրանցվել, անվտանգության տեսախցիկը ֆիքսել է պահը, երբ վայրի կոյոտը դարպասների մոտ սկսում է հետապնդել 3 տարեկան մի տղայի։ Ընտանիքի հայրը լրատվամիջոցներին պատմել է, որ իրենց որդին դուրս էր վազել բակ, բայց կենդանու տեսնելով անմիջապես շրջվել էր, որպեսզի արագ վերադառնա մոր մոտ։ Տարածված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է մանկահասակ երեխան ճչալով փախչում գազանից։ Բարեբախտաբար երեխայի մայրը նույնպես սկսել է բարձր գոռալ, ինչն էլ վախեցրել ու փախուստի է մատնել կոյոտին։ Վերջին շրջանում հարավային Կալիֆոռնիայում նկատվում է կոյոտների հայտնվելու դեպքերի զգալի աճ։ Մասնագետները բնակիչներին խորհուրդ են տալիս նախապես պատրաստվել ու զգոն լինել։ Հատկապես փոքր երեխաներ եւ տնային կենդանիներ ունեցող ընտանիքները պետք է խիստ ուշադիր լինեն։ Today հաղորդման հաղորդավարուհի Սավանա Գաթրին հայտարարել է, որ իր ընտանիքը առաջարկում է մինչև $1 միլիոն պարգև 84-ամյա մոր Նենսի Գաթրիի վերադարձի համար։ Նա անհետացել է ավելի քան 3 շաբաթ առաջ։ Միաժամանակ ընտանիքը նախատեսում է $500,000 նվիրաբերել անհետացած եւ շահագործվող երեխաների ազգային կենտրոնին։ Փայմա շրջանի շերիֆի գրասենյակը ավելի վաղ հայտարարել էր, որ հետաքննիչները կարծում են, թե Գաթրին տնից տարվել է հակառակ իր կամքի, հնարավոր է գիշերվա կեսին։ Կասկածյալ չի նշվել, սակայն FBI-ը հրապարակել է դրան տեսախցիկի պատկերներ ու տեսանյութեր, որտեղ երևում է զինված եւ դիմակավորված տղամարդ Գաթրիի տան մոտ անհետացման առավոտյան։ Ընտանիքի անդամները կասկածյալների թվում չեն։ Պարգևի առաջարկից 12 ժամ անց FBI-ի տեղեկատվության գծին ստացվել է ավելի քան 750 զանգ։ FBI-ը իր հերթին առաջարկում է $100,000 պարգև տեղեկատվության համար, որը կհանգեցնի այս դեպքի բացահայտմանը։ Ինգլվուդի Սոֆայի մարզադաշտում տհաճ միջադեպ է գրանցվել, ընկերության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից, լատինամերիկացի հանդիսատեսին այս կանչելով սպառնալու պատճառով։ Ըստ տեղեկությունների այս կոնֆլիկտը ծագել է փետրվարի 20-ին Los Bukis երաժշտական խմբի համերգից անմիջապես հետո։ Տարածված տեսանյութերում հստակ երևում է կնոջ եւ համերգի մի խումբ հյուրերի միջև ծագած վեճը, որի ընթացքում էլ հնչել է այսին կանչելու սպառնալիքը։ Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվել։ Հոլիվուդ պարկի խոսնակը պաշտոնապես տեղեկացրել է, որ երրորդ կողմի միջնորդությամբ աշխատող այդ կինը այլևս չի սպասարկում իրենց տարածքը։ Ալյասկայում Յուքոն ուսումնական տարածքում, որտեղ ջերմաստիճանը հասնում է -30 աստիճանի, տեղակայված են ԱՄՆ զորքերը, որոնք հայտնի են արկտիկական հրեշտակներ անունով։ Այս տարածքը դառնում է ռազմավարական մարտադաշտ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի համար։ Բանակի զինվորները անցնում են սառը եղանակի մարզումներ։ Զենքերը սառչում են, մարտկոցները արագ լիցքաթափվում, իսկ շարժվելը շատ ավելի երկար է տևում։ Զինվորները օրական պետք է առնվազն 5000 կալորիա սպառեն։ Նրանք շարժվում են սառը եղանակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով, որը կարող է անցնել ձյան եւ սառույցի միջով, անգամ ջրի տակով։ Մարզումները ներառում են շրջակա միջավայրի օգտագործումը որպես զենք։ Արկտիկայում ջերմաստիճանը բարձրանում է, ինչը թույլ է տալիս ԱՄՆ պոտենցիալ հակառակորդներին Ռուսաստանին եւ Չինաստանին ավելի շատ նավեր ու ինքնաթիռներ ուղարկել այստեղ եւ անցկացնել համատեղ զորավարժություններ։ Դա Վաշինգտոնին ստիպում է ավելի ակտիվացնել այդ տարածաշրջանում իր ջանքերը եւ ավելի շոշափելի դարձնել իր ներկայությունը։ Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտը հետաքննում է միջադեպը, երբ ոստիկանները ձնագնդիկներով, այսպես ասած, հարձակման են ենթարկվել Մանհեթնում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու ոստիկանները քայլում պարկի ճանապարհով, երբ ձնագնդիկները թռչում են բոլոր կողմերից հարվածելով նրանց։ Ոստիկանները զայրացած գետնին են գցում առնվազն 2 մարդու։ Նյու Յորքի քաղաքապետը մամուլի ասուլիսում թերագնահատել է իրավիճակը, ասելով, թե դա ձյան գնդերի կռիվ էր։ Ոստիկանության արմիության ղեկավարը հակադարձել է, սա ոչ թե ձյան գնդակների կռիվ էր, այլ հարձակում։ Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ մի քանի ոստիկաններ ձյան գնդակներ են ստացել դեմքին եւ տեղափոխվել հիվանդանոց։ Քաղաքի ոստիկանության կոմիսարը նման միջադեպն անվանել է խայտառակ ու հանցավոր։ Գործը հետաքննվում է, ոստիկանությունը հրապարակել է 2 մարդու լուսանկարներ եւ խնդրում է հանրության օգնությունը նրանց ճանաչելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել հզոր ձյան փոթորկից հետո, որը խաթարել է թռիչքները եւ դպրոցները հյուսիս-արևելքում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։
Մեքսիկայում կարտելային բռնությունները կասկածներ են առաջացրել, արդյոք այս երկիրը ի վիճակի կլինի 2026 թվականին հյուրընկալել FIFA աշխարհի գավաթի խաղերը։ Մեքսիկայի նախագահն իր ամենօրյա ճեպազրույցում երաշխավորել է ամեն երաշխիք կա, նշելով, որ երկրպագուների համար վտանգ չկա։ Մեքսիկայի ներկայացուցիչները հայտարարել են, որ FIFA-ի պաշտոնյաները մտադիր չեն փոխել Մեքսիկայի 3 մարզադաշտերը, այդ թվում Գուադալախարայի։ Մեքսիկայում կարտելի ղեկավարի սպանությանը հաջորդած բախումները հիմնականում արդեն դադարել են։ Գուադալախարան վերադառնում է նորմալ կյանքի, սակայն որոշ վայրերում զբոսաշրջիկները դեռ վստահ չեն իրենց անվտանգության հարցում։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետևում է իրավիճակին, քանի որ մարտի 28-ին նախատեսված է ընկերական հանդիպում Մեքսիկայի հետ։ ԱՄՆ առողջապահության նախարարի պնդումները պատվաստանյութերի, Թայլենոլի եւ հակադեպրեսանտների մասին չեն հաստատվում։ Նախարարը եւ Թրամփի վարչակազմը պնդում են, որ հղիության ընթացքում Թայլենոլ ընդունելը կարող է պտղի մոտ աուտիզմ առաջացնել, իսկ հակադեպրեսանտները վտանգավոր են։ Սակայն գիտնականները զգուշացնում են, որ նման պնդումները չունեն ապացույցներ։ Սննդի եւ դեղերի վարչության հանդիպման ժամանակ պաշտոնյաները կասկածի տակ են դրել հղիության ընթացքում հակադեպրեսանտների անվտանգությունը։ Սակայն մայրական պտղային բժշկության միության տարեկան հանդիպմանը ներկայացված հետազոտությունը ցույց է տվել, որ դեղերը դադարեցրած հղի կանայք գրեթե կրկնապատկել են հոգեկան առողջության հետ կապված շտապ օգնության այցելությունները։ Փետրվարի վերջին երկնքում 6 մոլորակներ են շարք կանգնելու։ Դրանցից շատերը տեսանելի կլինեն անզեն աչքով։ Ըստ ՆԱՍԱ-ի սովորաբար երեկոյան 2-3 մոլորակ է երևում, բայց 4-5-ի շքերթը հազվադեպ է եւ դիտարկվում է մի քանի տարին մեկ։ Շաբաթ օրը Մերկուրին, Վեներան, Յուպիտերը եւ Սատուրնը տեսանելի կլինեն անզեն աչքով, իսկ Ուրանը եւ Նեպտունը հեռադիտակով։ Դիտելու համար պետք է դուրս գալ մայրամուտից 1 ժամ հետո, հեռու շենքերից եւ ծառերից։ Արևմուտքում հորիզոնի մոտ կլինեն Մերկուրին, Վեներան եւ Սատուրնը, իսկ վերևում Յուպիտերը։ Եթե թարթում է, դա աստղ է, եթե չի թարթում, դա մոլորակ է։ Թեմայով հետաքրքրվողներին հանրամատչելի բացատրում են գիտնականները։ Օրվա լրահոսից ահա այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ 2025 թվականին ԱՄՆ-ում ընտանի կենդանիների խնամքի եւ պաշտպանության համար տարեկան ծախսվել է ռեկորդային շուրջ 158 միլիարդ դոլար։ Համեմատեք, թե աշխարհում քանի երկիր կարող է հպարտանալ այդքան ռազմական բյուջե ունենալու փաստով։ Սա միակ թիվը չէ, որով ձեզ զարմացնելու է Մանուն, բայց չթողնեք հետաքրքիր մանրամասները։ Կարող եք գուշակել, թե որքան արժե ամենաթանկ կատուն։ 97 միլիոն դոլար։ Բարև ձեզ։ Ես եւս զարմացել էի, բայց դա փաստ է եւ այս գինն արձանագրվել է ԱՄՆ-ում։ Պատկերացնում եք, ԱՄՆ-ում բնակվող ընտանիքների մոտ 70%-ն առնվազն մեկ ընտանի կենդանի ունի։ Այստեղ կենդանիների իսկական պաշտամունք կա, մասնագիտացված խնամքի կենտրոններ, զբոսայգիներ կենդանիների համար, իսկ որոշ չորքոտանիներ անգամ մասնավոր ինքնաթիռներով են ճամփորդում իրենց խոհարարի հետ։ Այսօր խոսելու ենք ԱՄՆ-ում կենդանիների մշակույթի մասին։ 2025 թվականի վիճակագրության համաձայն ԱՄՆ-ում շուրջ 90 միլիոն ընտանիք տնային կենդանի է պահում։ Տարածվածությամբ առաջին տեղում շներն են, ապա կատուները, քաղցրահամ ջրերի ձկները, փոքր կաթնասունները եւ թռչունները։ Այս հսկայական թիվը վկայում է այն մասին, որ ամերիկացիների համար կենդանին ընտանիքի լիիրավ անդամ է եւ սոցիալական կարգավիճակի կարևոր նշան։ Ավանդական կենդանիներից բացի ԱՄՆ-ում մեծ թափ է հավաքում էկզոտիկ տեսակների խնամքը, որոնք դառնում են սոցիալական ցանցերի իսկական աստղեր։ Նման կենդանիներ նախընտրում են ընտանի կենդանիներ ունեցողների մոտ 15%-ը։ Իդեպ, ծախսերի մասին։ 2025 թվականին ԱՄՆ-ում ընտանի կենդանիների խնամքի եւ պաշտպանության համար տարեկան ծախսվել է ռեկորդային շուրջ 158 միլիարդ դոլար։ Այս գումարը ներառում է պրեմիում դասի օրգանական սնունդը, բժշկական բարդ ապահովագրությունը եւ բարձր տեխնոլոգիական խնամքի միջոցները։ Ամերիկացիները գերադասում են կրճատել անձնական ծախսերը, սակայն ապահովել իրենց չորքոտանի ընկերների առողջությունն ու շքեղ կյանքը։ ԱՄՆ-ում ներկայումս գործում է ավելի քան 14500 մասնագիտացված խնամքի կենտրոն եւ կենդանիների ապաստարան։ Այս ոլորտում առաջատար նահանգներն են Կալիֆոռնիան, Թեքսասը եւ Ֆլորիդան, որտեղ պետական եւ մասնավոր հատկացումներն ամենաբարձրն են։ Այս կենտրոնները ոչ միայն ապաստան են տալիս, այլև իրականացնում են որդեգրման եւ կենդանիների վերականգնման լայնածավալ ծրագրեր։
ԱՄՆ-ում հերոս կենդանիների մասին իսկական լեգենդներ կան։ Լաբրադոր Ռոզելը 2001-ի սեպտեմբերի 11-ին իր տիրոջը դուրս է բերել այրվող երկնաքերից, իսկ Լուկա անունով շունը հայտնաբերել է հարյուրավորականներ Իրաքում։ Սերժանտ Ստաբի շունը առաջին աշխարհամարտի ժամանակ զգուշացրել է գազային հարձակումների մասին։ Կենդանիների նկատմամբ հարգանքն արտահայտված է նաև բազմաթիվ նշանավոր հուշարձաններով, որոնք սիրված են զբոսաշրջիկների կողմից։ Նյու Յորքի կենտրոնական այգում գտնվող լծկան Շան Բալտոյի արձանը խորհրդանշում է քաջությունը, իսկ Միչիգանում կանգնեցված է պատերազմական շների ազգային հուշարձանը։ Հարթթեյլի կենդանիների գերեզմանատունը, որը հիմնադրվել է 1896-ին, ճանաչվել է որպես պատմական կարևոր վայր։ Այս կոթողները այցելուների պակաս չեն ունենում։ Առանձնահատուկ ուշադրությանն արժանի արտոնյալ կենդանիները Ջո Բայդենի շները կամ երգչուհի դերասանուհի Թեյլոր Սվիֆթի հանրահայտ կատուները ունեն միլիոնավոր հետևորդներ եւ անգամ սեփական գրանցված բրենդներ։ Այս կենդանիները ճամփորդում են անձնական ինքնաթիռներով, ունեն անձնական խոհարարներ։ ԱՄՆ-ում ամենաթանկարժեք տնային կենդանին համարվում է հենց Սվիֆթին պատկանող կատուն, որի արժեքը գնահատվում է շուրջ $97 միլիոն։ Այսպիսով ԱՄՆ-ում տնային կենդանիների մշակույթը 2025-ին վերածվել է հսկայական էկոհամակարգի, որտեղ սերը միախառնված է տնտեսության հետ։ Այսպիսին է Ամերիկան, խենթ ու խելար, լի անակնկալներով։ Դրանց կծանոթանանք միասին, այնպես որ սպասեք մեր հետաքրքիր բացահայտումներին։ Ավարտին մոտեցավ նաև այսօրվա հանդիպումը, հուսամ հավանեցիք։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները եւ ոգեշնչվում դրանցից։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։